Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք ֆանտաստիկագույն հյուրեր, ուզում եմ ներկայացնել մեր երկրորդ հյուրերն են Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սարգիս Բաղդասարյանը Հոբոն եւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը Մրոն։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս Հայաստան։ Եվ մեր թեման էր օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Գութան Հայաստանի ազգային երգի պարիամենամյա փառատոնը, որն այս տարի նվիրված էր Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին, ավելի մանրամասն մեր հյուրերի հետ։ Դե կարճ տեսանյութով մենք դիտեցինք, թե ինչպես էր անցել, սպասվածից ավելի լավ էր անցել փառատոնը, թե ինչպես միշտ շատ լավ էր։ Նախ շնորհակալ եմ ձեր դաղավարում մեզ հրավիրելու եւ այդ սիրուն առիթը ստեղծելու, որ մեր սիրելի ժողովրդին ներկայացնենք այս տարվա Գութանի առաքելության մասին։ Գութան առաջին օրվանից մենք երբ 2014 թվականին հիմնադրեցինք, հավատացեք ամեն տարի ասում ենք այս տարի ավելի լավ եղավ։ Այս տարի ժողովրդի մասնակցությունը շատ ավելի մեծ է եղել, ավելի մասնակցային է եւ այդպես գնալով եւ մենք բնականաբար պիտի ասեմ, որ Գութանի հիմնական նպատակն է մեր ազգային մշակույթը, ազգային ավանդական երգն ու պարը եւ նաեւ տարազները ներկայացնել մի հարթակի վրա, որտեղ մասնակցում են Հայաստանում գործող համարյա մեծ մասով խմբերը մասնակցում են եւ դարվա ընթացքում բոլորը ամեն մի խումբ ինքը ներկայացնում է իր ծրագիրը, աշխատում է, իր դերն է ունենում այս հրաշալի մշակույթի, որը մեր ժառանգության եւ մեր ինքնության հետ կապ ունի, առանձին իր գործ անում է, բայց տարին մեկ անգամ պետք է բոլորս միասին լինենք, որովհետեւ ինչպես միշտ ասում եմ, աղոթքը աղոթք է, անհատական աղոթքն էլ է աղոթք, բայց հավատացեք, հավաքական աղոթքը շատ ավելի հասու է, շատ ավելի զորեղ է։ Եվ մենք եկանք հասանք 2025 թվական եւ արդեն նախատեսել ենք, որ Հայրիկ Մուրադյանին պետք է նվիրենք այս տարվա մեր փառատոնը, որովհետեւ այս ամեն ինչի հիմքում է Հայրիկը։ Այսինքն պատահականություն չէ, Հայրիկը, ինչպես միշտ ասում եմ, մեր ազգային երգի, ավանդական երգի եւ պահպանման զորավարն է, զորավար։ Եվ մենք այս տարի կարծում եմ շատ սիրուն եղավ եւ շատ սիրուն էր իհարկե։ Եթե խոսքը վերաբերում է նրան, որ միջոցառումը նվիրվել է Հայրիկ Մուրադյանին, ես համարում եմ, որ ամենաարժանի գնահատականը այն է, որ հայ ազգագրական մասնավորապես հայ ժողովրդական երգի, հայ ազգագրական երգի զարթոնքը, որ տեղի ունեցավ 70-80-ական թվականներին, դրա ամենամեծ պրոպագանդող, ասեմ, ամենամեծ արժանիք ունեցող Հայրիկ Մուրադյանն էր եւ իհարկե Հայրիկ Մուրադյանին էլ շարունակեց նրա Զաղամերիկ դուստրը Մարո Մուրադյանը, ստեղծելով բազմաթիվ ազգագրական խմբեր, ես որ ասում եմ ստեղծեց, դրա մեջ ճշմարտություն կա, որովհետև երբ ակունքի հիմքերը դրվեցին, որ դեռ ակունք չէր մինչև 70-80-ական թվականներ, պարզապես խումբեր, որ գործում էր եւ Մարոն պետք է երգեր սովորեցներ եւ պետք է երգեինք իր շուրջը համախմբված, դրանից հետո ինքնաբերաբար բոլորին է հայտնի եւ ինչ խմբեր առաջ եկան եւ ինչ մարդիկ, ինչ անհատներ, որոնք իրենց հոգում, իրենց սրտում անթեղել էին այն ամենը, ինչ որ պետք է այնպես ինչպես շատ արժեքներ կորստի ենթարկվեցին, հավերժ կոչնչանային, եթե այդ օրերին անհրաժեշտաբար չստեղծվեին այդ խմբերը եւ դրա միջոցով էր բազմաթիվ միջոցառումներ, որ տեղի ունեցան
այն ամենը ցուցադրելու, այն ամենը ներկայացնելու, պահպանելու համար դրա մեջ մեծ դեր ունի Մարո Մուրադյանը առաջի պայման։ Այո։ Պարոն Բաղդասարյան, համաձայն կլինեք, որ մեր իրականության մեջ կարիքը կա, պակասել են Հայրիկ Մուրադյանի պես մարդիկ, որ չէ որ նա այն մարդն էր, ով իր ամբողջ կյանքը նվիրաբերեց մեր ինքնության պահպանմանը։ Պակասելը դուք չեք տեսել, պակասելը ես եմ տեսել։ Պակասել է, որովհետև երբ որ երգիր հասկացությունը, երգիր բառը ինձ համար ամենասրբազան բառն է, երբ որ ես մեծացել եմ այդ երգրի մարդկանց ծնկների վրա, ես մեծացել եմ նրանց ներկայությամբ եւ նրանցից յուրաքանչյուրի կորուստը ինձ մի մոլորակի կորուստի էր նման։ Երբ որ գործը սկսվեց, սկիզբ առավ, երբ որ ինձ հրավիրեցին իմ ընկերները այդտեղ, ինձ համար դա հրաշք թվաց։ Դա պետք է լիներ, ասենք, գոնե 20 տարի դրանից առաջ։ Գոնե, որ դեռ շատերը նրանք այդ կրողները, պահպանողները, երկրից բերած մարդիկ, որոնք բերել էին եւ հասցրել մեր օրերը, կորան գնացին։ Հիմա իմ մոտ ինչքան բան է կորել, ես երեք իմ արխիվները այդպես նայում էի ու ապշահար եմ եղել, Աստված իմ, ինչու այս ամենին հիմա չեմ անդրադառնում, երբ պետք է անդրադառնամ, Աստված ինձ դեռ հնարավորություն կտա դրանց անդրադառնալու։ Այդպես։ Այո։ Երգիր հասկացությունը այդ ժողովրդի մոտ, երգրի ամեն մի բառ ու բանը, երգրի ամեն մի մարդ, որ գնացին եւ հիմա ավաղ իմ ամենամեծ դժբախտությունն է։ Ոչ մի երգրի մարդ հիմա չկա, որ գնամ կողքը նստեմ, այնպես ինչպես առաջներում նստում եւ գլուխս նրանց ծնկներին էի դնում։ Չկա։ Գնացին։ Պարոն Գրիգորյան, գիտեմ, որ Գութանը մի այլ գույն է ստացել աղբյուր Սրոպի վրձնի շնորհիվ։ Այդ դիվանական ընտրությունը ձերն էր։ Այո։ Ես պիտի ասեմ նախ շնորհակալություն Ալիկին, աղբյուր Սրոպը։ Ուրեմն դարիներ առաջ էր ինքը նկարել Հայրիկի այս հրաշալի նկարը եւ ես գտա իր արխիվում եւ անմիջապես որոշեցի, որ այս տարի մենք Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը պետք է այս Հայրիկ այս նկարով պետք է իրականացնենք քարոզարշավ, ասեմ այդպես, փորձենք ամբողջ մեր ժողովրդին նախ ցույց տանք, թե Հայրիկը իր պատկերը բոլորի մոտ այդպես երևա, որտեղ կան մարդիկ, որոնք որ չեն ճանաչում։ Եվ ես զանգահարեցի Ալիկին եւ հայտնեցի իրեն իմ ցանկությունը եւ ինքը շատ ուրախացավ եւ այդպես դարձավ մեր այս տարվա Գութանի եւ Հայրիկ Մուրադյանի ամենակարևոր, ասեմ, բաղադրիչ մասը մեր գովազդների անոնսելու, թե այս տարի մենք պետք է Հայրիկին նվիրեինք Գութան փառատոնը։ Ես մի բան էլ ասեմ Գութանի մասին, բնականաբար ամսի 30-ին դա եղել էր ամփոփիչ մեծ համերգը, որը Գաֆեսչյան քանդակների Բարտեզում իրականացրեցինք, որտեղ բոլոր խմբերը միասին մասնակցեցին։ Այս տարի պետք է մասնակցեին 21 խումբ, 2 խումբ խնդիրներ ունեցան տեխնիկական եւ չկարողացան մասնակցել, 19 խումբ մասնակցեց։ Մենք սկսել ենք օգոստոսի 23-ին նախապարատոնյան տենց։ Հենց այո, նախագութան այդպես անվանեցինք եւ սա ամեն տարի այդպես է եւ ինչու 23-ին այս տարի սկսեցինք հենց անկախության հռչակագրի օրը։ Սկսեցինք մեր այդ նախագութանը եւ հասանք մինչեւ մեկ օր առաջ ամսի 29-ին իրազեկման մի մեծ այդպես միջոցառում իրականացրեցինք բոլոր խմբերը միասին Հայրիկի պատկերով շաբիկներ հագած ամբողջ քաղաքում բաժանելով իրազեկման թերթիկներ, որ հրավիրում ենք բոլորին ամսի 30-ին
Եվ պատկերացրեք, այս տարի հրաշալի էր։ Ճիշտ եմ ասում, ամեն տարի ասում ենք, որ այս տարի ուրիշ ձև եղավ, բայց ես նայում էի, քանի որ հաջող բեմի վրա էի, ես նայում էի մինչև այդ հասկի հուշարձանը, մինչև այդտեղ ամբողջը sense լցված էր։ Այսինքն տարի ավելանում է ժողովրդի։ Այո, ժողովրդի մասնակցությունը եւ նաեւ իրենց ներկայությունը մասնակցային է։ Դա շատ կարեւոր է, այսինքն այնտեղ նույնիսկ պիտի ասեմ, բադահական մարտիկ զբոսաշրջիկներն են։ Բայց ընդհանուր առմամբ մեր ժողովուրդը սպասումով է եւ ամեն տարի գալիս մասնակցում է, լիարժեք է մասնակցում, ոչ թե որպես ունկնդիր, այլ մասնակից այդ ներգրավված եւ պիտի ասեմ մի բան էլ, որ շատ անգամ տարբեր հերոստանգերությունների եթերներում, մեդիա ինչ որ ալիքներով եւ կամ նույն այս համացանցային այդպես արտակներում շատ են փնովում անիրավ մեր երիտասարդությանը, ասելով, որ մեր երիտասարդությունը հիմա դարձել է շատ ավելի օտարամոլ, օտար երաժշտություն է սիրում ավելի շատ եւ օտար բարեր եւ հակառակն է։ Իրականությունը հակառակն է եւ ես կուզենայի գոչ անեմ բոլորին ցույց տվեք իրականությունը, մեր երիտասարդությունը շատ լավն է եւ իսկապես այդպես ազգային ինքնությունից կարճած երիտասարդություն ունենք։ Եթե խնդիր կա, մեր սերունդի մեջ է։ Մենք ինչ ենք անում, որովհետեւ մեր երիտասարդությունը չհեռանա։ Այ խնդիրը այնտեղ է, բայց մենք փորձում ենք անել ամեն ինչ մեր ուժերի ներածին չափով, որովհետեւ այո, թե երիտասարդությանը, թե մանուկներին բերենք ազգային մշակույթի դաշտ, այսինքն ազգային ինքնության մեջ վահել մեր երիտասարդության եւ մեր գալիքի սերունդներին։ Եվ միջոցառման բազմամարտությունը հենց քո ասածի ապացույցն է։ Իմ կարծիքով պետք է արհամարել այդ բացասական կոմենտները ու գիտեք, սովորաբար միշտ այդպես է լինում, երբ որ լավ բան ես անում, միշտ հարցակվում են, որ փորձում են վատաբանել ցանկացած տարբերակով։ Դուք շատ լավ գործ եք անում ու արդեն քանի տարի, 14 թվականից արդեն 11 տարի։ Իմիջիայլոց ես պիտի ասեմ, առիթ է շնորհակալություն հայտնելու պարոն Զարուկյանին, որովհետև 2 տարի մենք կարողացանք Արցախում իրականացնել եւ ինքը մեզ աջակից դարձավ եւ կարողացանք իսկապես գնալ Արցախում ամեն խումբ մի քաղաքում ինչպես ասացի մի օր առաջ ամեն խումբ գնացին մեկը Մարտակերտ, մեկը Շուշի, մյուսը Մարտունի եւ այլ այդպես եւ հաջորդ օրը վերածնունդի հրապարակում բոլորս միասին 2 տարի եւ նաեւ պիտի շնորհակալություն հայտնեմ մեդիայի մասին եւ ընդհանրապես հերոստանգերությունների մասին խոսելու այդ առիթով շնորհակալություն հայտնենք կենտրոն հերոստանգերությանը, սա բան չի, ձև չի, իմ մոտ ձև բան չկա, որովհետեւ երբ ես զանգահարեցի միանգամից ասին բնականաբար մենք պետք է անոնսենք, պետք է գովազդենք, այո, եւ մեր գովազդները գուտանի շատ բարձր հաջողականությամբ գնաց եթեր հենց կենտրոն հերոստանգերություն։ Դրա առավելությունը, դեր ասած առավելությունը այն է, որ գուտան փառատոնի նպատակը ոչ թե միայն Երևանում, այլ շրջաններում, բոլոր շրջաններում ցուցադրելն է։ Համազգային է դարձել այս միջոցառումը, համազգային, որովհետև 11-րդ տարին է սկզբնական օրվանից մինչև այսօր ես մասնակից եմ եւ հույս ունեմ մեզ օրնում է միշտ ամեն սկզբում, այո։ Մենք եղել ենք Արցախ Արցախում, եղել ենք Տավուշում, այո, այդ սահմանակից սահմանամերձ բոլոր գյուղերում եղել ենք եւ դա է իմ կարծիքով ամենամեծ նպատակը հենց դա է, որ ասենք շրջանների ապրող ժողովուրդները տեսնելով գութան ամեն տարի Երևանում կարող են մի օր եւ եթե ես էլ լինեի կասեի այդ ինչ է Հայաստանը միայն Երևանն է եւ այդպես ուրեմն այդ բազմամարտությունը եւ բազմաբեղուն այդ համագրկումը սրա ապացույցն է
որովհետև այս միջոցառումները շատ բան են տվել մեր ժողովրդին 70-ական թվականների վերջերից 80-ական թվականների սկզբներից սկիզբ առավ այդ խմբերի արդեն բազմաթիվ խմբերի աջակցության շնորհիվ պոլիտեխնիկական ինստիտուտում ազգագրական երգի փառատոներ ստեղծվեցին եւ դա տևում էր ոչ թե 1 օր տևում էր 1 շաբաթ եւ գիշեր ու զոր էր լինում գիշեր ու զոր եւ այնինչ որ ասենք լինում էր ներսում ասենք դրանից դուրս ուրեմն երբ որ ժողովուրդը դուրս էր գալիս դահլիճներից դուրս էր գալիս միջոցառումը շարունակվում էր փողոցներում եւ դա ուղղակի հրավառություն էր եւ դա մինչեւ գիշերվա կեսը եւ հաջորդ օրվան անհամբեր սպասում եւ մի ամբողջ օր մի ամբողջ շաբաթ եւ ուրեմն հաջորդ օրը շարունակվում էր ավելի բուրըն ցանկություններով ավելի շատ մարդկանցով եւ այդպես դրա շարունակությունը այսօր դրա շարունակությունը Գութանի միջոցառումն է Գութանը շատ բան տվեց մեր մշակութային կյանքին շատ ուղղակի ինչ ասեմ մարդիկ երեք արդեն մի ամիս է որ վերջը կատարվել է մարդիկ արդեն անհամբերությամբ սպասում են 11 ամսվա համբերատը սպասողություն կա Ես վստահ եմ որ աշխատանքներ արդեն տարվում են Իհարկե բայց նաև ես բան Գրիգորյան կուզեմ խոսեք եւ դա ի շնորհիվ Արսեն Գրիգորյանի մեկ մարդու բոլորիս եւ ընդհանրապես մենք սովորել ենք որ ասեն ամեն մեծ գործի մեջ անհատի դերը շատ մեծ չի եղել, բայց ես դրա հակառակն եմ պնդում, որ անհատի դերը այնքան մեծ է, որ մի մարդ, որ իր ուսերի վրա վերցրել է դա եւ հավանաբար ինձ շատ հաճախ ես զանգահարում ասում եմ, ինչով կարող եմ օգնել, հետո մտածում եմ, կարող է ես իր կողքին ինչ-որ մի բան լինի խանգարել։ Ես էլ իրեն ասում եմ, որ դու մեզ օրհնի ամեն ինչ Եվ այդպես ուրեմն շատ ոգևորիչ, շատ անհրաժեշտ ժամանակի առումով անհրաժեշտ եւ առհասարակ պահպանության մեր երկի, մեր մշակույթի պահպանության հարցում մեր դեր պետք է հատկացվի Գութանին, որովհետեւ արդեն գիտեք ինչպիսի մասսայականություն է վայելում Մենք դեռ նպատակներ շատ ունենք այո ես կուզենայի մի երկու խոսք եթե կարելի է մասնակցության ընդգրկվածությունը ուզում ասել որ շատ են մասնակիցները ցանկություն ունեցողները շատ են հույս ունեմ որ հաջորդ տարիներին ավելի կլինի այո Քեզ ուժու կորով բոլորիս մեծ իհարկե շատ նպատակներ ունենք եւ գուզենայի տեսնել այդպես որ Գութանը ամբողջ տարին շրջում է մարզերով, այսինքն ամեն ամիս մի մարզում մենք կարողանանք իրականացնել Գութանը եւ վերջում Երևանում ամփոփենք։ Այո, որովհետեւ նայեք շատ կարեւոր է մենք հասնենք մարզերում մեր հայրենակիցներին։ Մենք հասու դարձնենք մեր ազգային ավանդական երգն ու պարը, իմիջիալոց ամեն ինչ այդպես փորձում ենք ինչպես մեր գարքախոսն է մենք ներկայացնում ենք ոչ պրոֆեսիոնալ արվեստը ժողովրդական արվեստը բայց պրոֆեսիոնալ մակարդակով ինչքան հնարավոր է ծրագրավորված նախապես առաջադրանքներ տալով յուրաքանչյուր խումբ ներկայացնի ամբողջական Հայաստանի որևէ մաս իր մշակութային այդպես երանգով եւ ժառանգությամբ հաջորդ տարի արդեն մյուս շրջաններ անցնելով այնպես որ նպատակներ շատ ունենք եւ փառք Աստծո երբ մենք սկսել ենք Գութանը 2014 թվականին 6 թե 7 խումբ էր մասնակցում եւ այսօր 20-ից ավել խմբեր եւ այս տարի մեզ համար շատ հաճելի էր որ զանգահարեցին Ռոստովից Զարկ խումբը
եւ հայտնեց իր ցանկությունը մասնակցելու գութանին եւ եկան եւ մասնակցեցին եւ իրենք էլ մասնագից դարձան Հայրիկ Մուրադյանի 120-ամյակի այս շքեղ տոնակատարությանը։ Մենք շնորհակալ ենք շատ, որովհետև իսկապես Գութանը շատ կարևոր փառատոն է մեր իրականության համար։ Ազգանվեր գործեք։ Ձեր մեծ ներդրումն ունեք։ Շնորհակալություն այն մեծ թիմին ու շատ հարցեր ունեինք քննարկելու, ցավոք սրտի ժամանակն է սուղ ու ես գիտեմ կան մարդիկ, ովքեր որ Գութանի ընտանիքի անդամներն են, Մարինեն Մկրտչյան, նույն Ալիկը ու շատ անուններ կան, բոլորը։ Շնորհակալություն եմ հայտնել ձեր գլխավորության բոլորին։ Ես էլ կուզենայի առիթը օգտագործել եւ շնորհակալություն հայտնել բոլոր խմբերին, մասնագից խմբերին եւ նաեւ բոլոր թե անհատ թե այն խմբերին, որոնք որ Հայաստանում իրենց կյանքը նվիրաբերել են ազգային մշակույթի պահպանմանը։ Եթե այսօր նույնիսկ չեն մասնակցել դեռ Գութանին, ապա հաջորդ տարիներին կմասնակցեն, բոլորից նպատակը մեկն է։ Բահենք մեր ինքնությունը, իսկ ինքնությունը պահելու համար ամենակարևորը մեր ազգային մշակութային ժառանգությունը պահելն է։ Ձեզ էլ շատ շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրերն էին Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սարգիս Բաղդասարյանը եւ իհարկե Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օրվա շարունակություն, ես վստահ եմ մենք այս տաղավարում դեռ շատ կարևոր թեմաների շուրջ խոսելու առիթ կունենանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սա Կենտրոն հեռուստաընկերությունն էր։ Մենք չենք ուզում ոչ մի կերպ կտրվել այս զրույցներից, բայց ցավոք սրտի ժամանակը սուղ է, վաղը տաղավարում կաշխատենք կրկին մենք։ Միացեք Կենտրոն հեռուստաընկերությունը լույս առավոտի արթնացեք մեզ հետ։ Շնորհակալություն։